Այս թողարկման ընթացքում մենք ավելի շատ կխոսենք այն մասին, թե ինչ մեխանիզմներով են իրականացվում հիբրիդային սպառնալիքների մաս կազմող ապատեղեկատվական արշավները։ Կկենտրոնանանք Doppelganger անունը ստացած տեղեկատվական օպերացիայի վրա, որի շրջանակներում լայնածավալ ապատեղեկատվական արշավ է կազմակերպվել տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի նկատմամբ։ Առկա են բազմաթիվ փաստեր, հետաքննություններ եւ բաց աղբյուրների վրա հիմնված տվյալներ, որոնք առնվազն ցույց են տալիս, որ այս ցանցը գործում է ռուսական շահերի շրջանակում, օգտագործում է կրեմլյան պատումներ եւ որ կապ ունի Ռուսաստանից գործող դերակատարների հետ։ Հիշեցնեմ, որ հիբրիդային սպառնալիքների նպատակը թիրախ հանդիսացող երկրի ներքին գործերին միջամտելուն ուղղված մի շարք գործողությունների, այդ թվում ապատեղեկատվական արշավների միջոցով հանրության վստահության քայքայումն է, հասարակության բևեռացումը, հիբրիդային հարձակման ենթարկվող պետության թուլացումը եւ նրա ինստիտուտների նկատմամբ անվստահության ստեղծումը։ Եվ հենց այդ նպատակով են օգտագործվել նաև Doppelganger անունը ստացած ապատեղեկատվական արշավի նյութերը՝ հոդվածներ, տեսանյութեր, կեղծ փաստաթղթեր, կեղծ հետաքննություններ, կեղծ հարցումներ, իսկ հիմա ավելի մանրամասն այս ամենի մասին։ EU Disinfolab միջազգային հասարակական կազմակերպությունը դեռևս 2022-ին հայտնաբերել էր Արևմուտքի եւ Ուկրաինայի դեմ ուղղված ապատեղեկատվություն պարունակող բազմաթիվ կեղծ կայքեր, որոնք արտաքինից ամբողջությամբ նման էին հեղինակավոր լրատվամիջոցների կայքերին։ Նույն դիզայնը, նույն կառուցվածքը, նույն լեզուն։ EU Disinfolab-ը ապատեղեկատվության այդ ցանցը անվանել է Doppelganger, ինչը գերմաներեն նշանակում է չար կրկնօրինակ, կլոն։ EU Disinfolab-ը նշում է, որ կեղծված դոմենային անունները շահագործվել են նույն դերակատարի կողմից, իսկ այդ դոմեններից մի քանիսը ձեռք են բերվել ռուսական ինտերնետ ռեգիստրատորի միջոցով։ Հայտնաբերվել է նաև, որ կեղծ տեսանյութերը պատրաստվել են ռուսական կարգավորումներով համակարգիչների վրա։ Հարկ է նշել, որ ուկրաինական եւ եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցները նմանակող կեղծ կայքերի բովանդակությունը ամբողջապես համընկել է ռուսական քարոզչական պատումներին։ Օրինակ, ուկրաինական հայտնի լրատվամիջոցները նմանակող կայքերում հրապարակվում էին վերլուծական հոդվածներ, որտեղ գրվում էր, որ պատերազմում պարտությունը մոտ է, որ Ուկրաինան նացիստական ձախողված պետություն է, որ արևմուտքը շուտով կդադարեցնի աջակցությունը, որ երկրին սպասվում է ձմեռ առանց ջեռուցման, թոշակների եւ աշխատավարձերի եւ այլն եւ այլն։ Հեղինակավոր եվրոպական լրատվամիջոցների նմանակող կեղծ կայքերում տեղադրում էին հոդվածներ, որոնք կասկածի տակ էին դնում Ուկրաինային աջակցության նպատակահարմարությունը։ Հոդվածներում ասվում էր նաև, որ եվրոպացիների սոցիալական բեռն է ավելացել, որ եվրոպական հարկատուները դժգոհում են եւ այլն եւ այլն։ Այս ամենը ներկայացվում էր ոչ թե որպես քարոզ, այլ իբր սառը պրագմատիկ վերլուծություն։ EU Disinfolab-ը իր վերլուծությունում նշում է, որ ապատեղեկատվական այս ցանցը նախատեսված չէր միայն արևմտյան լսարաններին թիրախավորելու, Ռուսաստանը դրական լույսի ներքո ներկայացնելու կամ Ուկրաինային վարկաբեկելու համար։ Ապատեղեկատվության դեմ պայքարի համար ստեղծված այդ միջազգային հասարակական կազմակերպությունը կարծում է, որ այն ուներ երկրորդ նպատակ՝ արևմտյան լսարաններին փոխանցել հետևյալ ուղերձը. մենք ռուսներ ենք, զբաղվում ենք առցանց ապատեղեկատվությամբ եւ դուք չեք կարող մեզ կանգնեցնել, վախեցեք մեզանից։ Doppelganger-ը ուներ 3 հիմնական բաղադրիչ։ Առաջին մասը բաղկացած էր ապատեղեկատվական հոդվածներից, որոնք հրապարակվում էին լրագրողների կամ լրատվամիջոցների անունների տակ, դրանց կերպարները կեղծ կերպով ընդօրինակելով։ Երկրորդ մասը ներառում էր ապատեղեկատվական տեսանյութեր, որոնք ներկայացվում էին որպես իրական եւ վստահելի մեդիա մատակարարների արտադրանք։ Այդ տեսանյութերը տեղադրվում էին կլոնավորված կայքերում, ուղեկցվելով ապատեղեկատվական տեքստերով։ Երրորդ մասը բաղկացած էր կողմնակալ եւ կեղծ հարցումներից։ Դրանք ներկայացվում էին որպես
վստահելի աղբյուրներից բխող հարցումներ։ Այդ կեղծ հարցումների արդյունքները հետագայում կրկնակի օգտագործվում էին դոպելգանգերի այլ հարթակներում եւ ակտիվներում։ Հետազոտողները նկատել էին հետաքրքիր օրինաչափություն։ Դոպելգանգերի մեկ կոնկրետ արշավի համար ստեղծվել են Facebook-ի մեծաքանակ էջեր, որոշակի ժամանակահատվածներում դրանք ակտիվացվել են, իսկ այնուհետև լքվել են եւ այլևս չեն օգտագործվել։ Իդեպ, այդ կեղծ կայքերի նյութերը հիմնականում հենց սոցիալական ցանցերի միջոցով է տարածվել։ Հատկապես Facebook-ի կեղծ էջերի միջոցով։ Պարզ է, որ մարդիկ կեղծ նյութերը կարդացել կամ դիտել են ոչ թե հենց միանգամից կեղծ կայքերում, այլ դրանք տարածող սոցիալական ցանցերի էջերում։ Դոպելգանգերը լայնորեն օգտագործել է Facebook-ի գովազդը իր արշավը ուժեղացնելու եւ առավել մեծ լսարանին հասնելու նպատակով։ Եվ մեկ էլ հանկարծ 2025-ից դոպելգանգերը սկսում է զբաղվել նաեւ Հայաստանով։ Թիրախում են հայտնվում իշխանությունները, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, Իմ քայլը հիմնադրամը, Հայաստանի արևմտյան գործընկերները։ Ստեղծվել են տեղայնացված կեղծ հետաքննություններ։ Օրինակ, նյութերից մեկում, որը հրապարակվել է Courrier France 24 կեղծ կայքում, ասվում էր, թե իբր ֆրանսիական պետական ընկերությունը Orannon միջուկային թափոններ է տեղափոխում Դիլիջան։ Նյութում նաև պնդում էր արվում, թե Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամի հաշվին ֆրանսիական ընկերության անունից փոխանցվել է 1.6 միլիոն եվրո։ Ինչպես տեսնում եք, կայքը ունի անվանում, որը նման է հանրահայտ եւ հեղինակավոր France 24 լրատվականի անվանմանը։ Այսինքն, փորձ է արվել ստեղծել տպավորություն, որ ֆրանսիական հեղինակավոր մեդիան է նման բան ասու, եւ դա գերհավաստի առաջին ձեռքից եկող տեղեկատվություն է։ Ուշադրություն դարձրեք, թե միանգամից քանի թիրախի է հարվածում այս կեղծ կայքի կեղծ հոդվածը։ Նախ շարարկվում է բնապահպանական թեմա, որպես թիրախ է ընտրվել հայաստանցիների եւ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, շատերի համար շատ հարազատ մի վայր, Դիլիջանը եւ նրա անտառները, որպեսզի մարդու մոտ առաջանա ցասում, որ մարդիկ ասեն. «Այ քեզ բան, այս ինչ տեսակի իշխանություն է, որ համաձայնվում է թունավորել այսպիսի վայրը, այդչափ մեծ բնապահպանական վնաս հասցնել»։ Դիլիջանը նաեւ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին եւ այդ կեղծ հոդվածում նշվում է դրա մասին։ Հասկանալի է, թե ինչ ակնարկ է արվում դրանով։ Բնականաբար, հոդվածը նաեւ կոռուպցիայի կեղծ թեմա է առաջ քաշում։ Նպատակն է համոզել, որ իշխանությունները անձնապես մեծ գումարներ են ստացել այդ գործարքից, օգտագործելով իրենց հետ ասոցացվող հիմնադրամը։ Հաջորդ նպատակը՝ խորը կասկած, բացասական վերաբերմունք առաջացնել Հայաստանի բարեկամ մի երկրի Ֆրանսիայի նկատմամբ։ Որ մարդիկ ասեն, «Էդ էլ Ֆրանսիան, տեսար ինչ արեց, ինչ կեղտոտ պետություն դուրս եկավ, իրենց ռադիոակտիվ թափոնները թափելու համար ուրիշ տեղ չգտավ, քան մեր անտառները»։ Ահա հենց այսպիսի մտքեր առաջացնելու համար է ստեղծվել այս կեղծ նյութը։ Իդեպ, որպես հոդվածի հեղինակ է նշվել իրականում գոյություն ունեցող մի ֆրանսիացի լրագրող, որը որևէ կապ չի ունեցել այս հոդվածի հետ։ Լրագրողը հայտարարել է, որ իր անունը եւ լուսանկարը փաստացի գողացվել է։ Իդեպ, կայքը, որը հրապարակել է այդ կեղծ հոդվածը, ստեղծվել էր այդ հոդվածը հրապարակվելուց օրեր առաջ եւ այն վաղուց գոյություն չունի։ Ուզում եմ նշել, որ այս հոդվածը վերատպել եւ տարածել էին տարբեր իրական լրատվամիջոցներ։ Նույնիսկ մի եվրոպական գիտական ամսագիր էր դարձել ապատեղեկատվության զոհ իր էջերում տեղադրելով այդ կեղծ հոդվածը։ Իդեպ, այդ կեղծ հոդվածում հիշատակված Orannon ընկերությունը մինչ այդ արդեն դարձել էր ապատեղեկատվության թիրախ։ 2024-ին կեղծ լուր էին տարածել, թե իբր Ուկրաինայի կառավարությունը թաքուն մշակում է միջուկային զենք, օգտագործելով նիգերական ուրանը, որը իբր մատակարարվել է ֆրանսիական Orannon ընկերության կողմից։ Ահա այսպիսի բաներ։ Կհանդիպենք։